Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Ինձ համար և իմ աչքի առաջ ավելի ու ավելի համոզիչ կերպով իրական Հայաստանը և հեղափոխություն երեքը առարկայացավ և այդ առարկայացումը դրանով ավելի շոշափելի է դառնում։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Կոտայքի և Գեղարքունիքի մարզի մեր բոլոր այն բնակիչներին, ովքեր այս առարկայացման զգացումը ստեղծեցին։ Բայց ես ուզում եմ ասել, որ ոչ միայն այդ առարկայացումը տեղի ունեցավ այն տեսարաններով, որ մենք ուղիղ եթերում ցույց տվեցինք, բայց նաև եթերից դուրս։ Ընդհանրապես գիտեք, հեղափոխությունը և փոփոխությունը, գաղափարախոսական փոփոխությունը ինքը շատ խորքային բան է, դա շատ նուրբ սոցիալ հոգեբանական շերտեր է բացահայտում։ Ինձ համար հեղափոխությունը այն 50-ամյա տղամարդն է, ով աշխատում է ավտովերանորոգման կետում, ավտոմեքենայի յուղման կետում և լսելով մոտեցող շարացումի ձայնը ավտոնորոգման կետից դուրս է գալիս իր այդ համազգեստով և յուղոտ ձեռքերով այսպես է անում։ Ես խնդրում եմ սա անկասելի ուժ է, սա անկասելի ուժ է։ Սա մենք որպես 2018 թվականին հեղափոխությունը առաջնորդած քաղաքական ուժ մենք պետք է հասկանանք, որ մենք այդպիսի ուժ նույնիսկ 2018 թվականին չենք ունեցել այսպիսի խորը գիտակցություն, այսպիսի խորը ըմբռնում իրավիճակի անցյալի և ապագայի։ Եվ հաջորդ դրվագը հետևյալն է, սիրելի ժողովուրդ, ինչ է տեղի ունենում։ Այսօր շատերը ես տեխնոլոգիաներով և տեխնոլոգներով չեն հասկանում և չեն էլ հասկանա ինչ է տեղի ունենում։ Մենք 8 տարի արդեն իշխանություն ենք, այո, բայց մենք շարունակում ենք ինչ որ առումով և լինել կարտոֆիլ ուտողներ, մենք շարունակում ենք լինել կարկանդակ ուտողներ, մենք շարունակում ենք լինել եգիպտացորեն ուտողներ, մենք շարունակում ենք լինել լավաշ ուտողներ, ցամաք հաց ուտողներ, որովհետև մենք այնպիսի ենք, ինչպիսին մեր ժողովուրդը։ Եվ այս ընտրություններով 2016 թվականի հունիսի 7-ի ընտրություններով բոլոր կարտոֆիլ ուտողները ընտրելու են քաղաքացիական, կարտոֆիլ ուտողները ընտրելու են կարտոֆիլ ուտողներին, կարկանդակ ուտողները ընտրելու են կարկանդակ ուտողներին, եգիպտացորեն ուտողները ընտրելու են եգիպտացորեն ուտողներին, սուջուխ ուտողները ընտրելու են սուջուխ ուտողներին, ցամաք լավաշ ուտողները ընտրելու են ցամաք լավաշ ուտողներին, և սև իգրա ուտողները կարոտ են մնալու այդ ընտրությունների արդյունքում սև իգրային, հարկ նահատակներին, և կեցե Հայաստանի Հանրապետությունը, համաժողովում ասցին, բայց ոնց որ այդ մեր մոռացել ենք, ասում ենք, հետո երբ որ ասում է կեցե Հայաստանի Հանրապետությունը, 3 անգամ ամբողջ ուժով, ամբողջ դահլիճ ասում է կեցե, կեցե, կեցե։ Եվ ուրեմն հարկ նահատակներին և կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։